ասենք 1000 դրամների գաղափարը ոչ ասենք այս ձևով հստակ որպես 1000 դրամների, այլ որ ինչ որ մի բան յուրաքանչյուրս պետք է տանք բանակին, դա իմ մոտ առաջացավ ապրիլյան պատերազմի սկզբից, ասեմ ինչ յուրահատկությամբ։ Օրինակ ասենք այդ պատերազմի մեկնելուց շատերի մոտ ոչ թե ասենք մահվան վախներ, մահվան սարսափներ, այլ են հարցը թե ինչ կլինի իրենց ընտանիքների, եթե իրենք զոհվեն կամ հաշմանդամ դառնան, այսինքն անաշխատունակ լինեն եւ ֆիզիկապես չկարողանան ապահովել ընտանիքի գոյությունը։ Նույն ձև ես ավելի մի ողբերգական բան ասեմ, հետո երբ Եթե ենք եկել Հայաստան, ասենք էլի ընկերներիցս մի քանի հոգի ուղղակի արցունք աչքերին ասել են, որ իրենք չեն եկել ոչ թե վախեցել են, այլ այդ վախից ելնելով, որ կարող է մի բան լինի եւ իրենց ընտանիքները ուրեմն անապահովության մատնվեն կամ սովի մատնվեն։ Եվ ես այդ ժամանակից մտածել եմ եւ պետք է ասել, որ երբ որ Վիգեն Սարգսյանը Հայաստանի պաշտպանության նախարար ասեց այս մասին, անկեղծ եմ ասում, ես մեծ ողջավորություն ապրի, որովհետեւ նախ բարեգործությունը ինչ որ մի քայլ անելը անկախ մեր ժողովրդի ընդհանուր նյութական վիճակից դա ինչ որտեղ մարդու բարձրացնում է, ինչ որտեղ վեհացնում է եւ ես մտածում եմ թե այս համատեքստը կա, թե առարկայորեն օգտակար լինելը մեր բանակին եւ պետք է ասել, որ անկախ ասենք մեր այսօրվա սոցիալական վիճակից, անգամ թոշակառների, անգամ նվազագույն աշխատավարձից ամեն դեպքում 1000 դրամը թերևս դա այն խորհրդանշական քայլն է, կարելի ասել ելակետային է, որ ցանկալի կլիներ եւ պետք է ասել մենք այսքան տարբեր առիթներով Հայաստան համահայկական հիմնադրամի ստեղծումից սկսած 1990-ական թվականներից քննարկել ենք թե ինչը պետք է լինի ազգային турքի գաղափարը եւ այսօր այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, թե իր ներքին կյանքով, թե արտաքին սպառնալիքների, իրապես այս 1000 դրամը մենք կարող ենք համարել ուրեմն ազգային турքի գաղափար եւ այս այդ միտքը զարգացնելով ինչ կցանկանայի ասեի, ճիշտ կլինի որ սփյուռքի նախարարությունն էլ Տիկին Հրանուշ Հակոբյանն էլ ասենք դիմեն ուրեմն սփյուռքահայությանը, որ եթե 1000 դրամի ուրեմն չափանիշն է, ասենք նույն ձևի երկու ամիսը մեկ սփյուռքահայությունն էլ $5 տա, դա հատկապես պետք է պարտավորեցնող լինի երկքաղաքացիների համար, որտեղ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունենալ դա միայն արտաքին աքսեսուար չի, դա միայն հայրենիքին վերացական կապ չի, գոնե այդ չնչին առարկայական դրսևորումը պետք է ունենա, բայց ես ուրեմն ասեմ շատ մեծ դառնություն հիասթափություն ապրեցին պարզունակ քննարկումների համար, որ ծավալվեցին, ես չեմ ուզում դրանց անդրադառնամ եւ ընդհանրապես ինչքան ընտրությունները մոտենում են, ես որևէ բանավիճային հարցով չեմ խոսում, որպեսզի չընկալվի, որ որևէ կողմից եմ, որտեղ ես քաղաքական որևէ ուժի չեմ պատկանում, բայց ամեն դեպքում այս հարցը ենել են ողբերգական նկատառումը, որի համար դա նախատեսված է, այդպիսի պարզունակ քննարկումներ պետք է չլիներ։ Ընդհանրապես ինձ թվում է մեր լրատվությունը ինձ կներեք, բայց սխալ ճանապարհով է գնում, ասենք մենք ոչ թե պետքա քննարկենք, որ այդ 1000 դրամը մեզնի յուրաքանչյուրը չտա, որ ինչ է օլիգարխներ կան, ինչ է միջոցներ յուրացրածներ կան, այլ 1000 դրամը տալով մենք կազմակերպվենք որպես հասարակություն, որպես ասենք հետաքննող լրագրողներ եւ տեսնենք ասենք որ տեղերում է որ այլ անարդարություն կա եւ ես կարծում եմ այս հազարական դրամների տալը մեզ ավելի մեծ բարոյական պարտք կտա, որպեսզի ասես ես 1000 դրամը տալիս եմ եւ պետք է չհանդուրժեմ, որ բանակի հետ կապված, մեր կյանքի հետ կապված որևէ մսխում լինի։ Դա գիտեք ինչի է նման, ոնց որ ասենք մեկ ընտրությունների չի մասնակցում, հետո ասում այ ձեները կեղծվեցին, արդյունքները կեղծվեցին, եթե մարդին իր ձենը որևէ մեկի չի տալի, հետո ումից ինչ կարող պահանջի։ Նույն ձևել մենք այդ 1000 դրամը տալով ճիշտ է, ասենք հարկեր ենք տալիս, այդ ամեն ինչը ճիշտ է, բայց ամեն դեպքում այս 1000 դրամ տալը մեզ ավելի բարոյապես կբարձրացնի եւ ավելի պահանջատեր կդարձնի։ Եթե մենք վերցնենք իրավական առումով, պետք է խոստովանենք, որ միգուցե անգամ իրավական առումով սա որևէ քննադատության չի ենթարկվում, անգամ որևէ մեկը ինքնադրսևորման համար կարող է դիմի սահմանադրական դատարան ասելով, որ չէր կարելի նման որոշում ընդունել, բայց եթե վերացական կյանքից, թեորետիկ կյանքից, թեորետիկ տեսական դրույթներից գալիս ենք մենք իրական կյանքի մեջ տեսնում ենք, որ դա ճիշտ է։ Ու ես ասեմ, էլ ինչպես ասել, հարցին շատ ամետատանջեմ։ Օրինակ, որ ես տեխնացուական պաշտպանել եմ 96 թվականին, դա ինչ որտեղ ես համարել եմ, որ դրա իրավունքը նվաճել եմ, որտեղ պատերազմին այն ժամանակ մասնակցել եմ։ Բայց այս դոկտորականից որ գրե պաշտպանել եմ, ես գտնում եմ դա հայ զինվորների շնորհիվ ա եղել, ու ես իրանց պարտք եմ։ Այսինքն ես դոկտորականի համար 50000 դրամ եմ փող եմ ստանում ամսական, դրա համար ես պարտական եմ մեր զինվորներին, որ եթե իրանք մեր սահմանը չպահեն, ես ամեն դեպքում չէի կարող այդ աշխատանքը գրել եւ կարծում եմ այդ մտածումը կամ եւ իմ երկու հարցեր այցա կարճ երկու բան էլ ասեմ ու բրծնում եմ, խնդրում եմ, էլ արդեն մեղին եմ եկել հասել եւ զուտ օրես դրական առումով
Հակնեք, ուրեմն զուտ օրենս դրական առումով ինչ կցանկանայի ասել, ոնց որ ասենք պատերազմական գործողությունները մանյովրներ են սիրում, նենց էլ այստեղ օրենքի մեջ ինչ պետքա մանյովրումի լինի, որ ասենք կոլեկտիվը ընդհանրենք պայմանական ունի 50 աշխատող, եթե մեկը չի տալի, այնպեսի նայություն լինի, որ մի ուրիշով լրացվի, այսինքն բացարձակ թիվը լրացվի, ու ես այստեղ ինչ հայտարարություն եմ ուզում անեմ, որ ես հիմիկվանից արդեն մեր հաշվապահին ասել եմ, որպես գրականության ինստիտուտի տնօրեն, մեր ինստիտուտը 58 հոգի մարդ ունի, եթե տեսականորեն այդ 57-ն էլ չտան, ասել եմ ես ինչքան է կյանքը դժվար է լինի, լրացուցիչ կկարտամ, լրացուցիչ աչք կքյորացնեմ, ինչ որ բան կգրեմ այդ 57 հոգու փոխարենել կտամ, բայց ես վստահ եմ, որ մեր կոլեկտիվում ամեն դեպքում այդպիսի բան չի լինի, բայց եթե մարդիկ կլինեն, կասկածամիտ կլինեն, կյանքից դառնացած կլինեն, կասեն այս պահին մենք չենք ուզում տալ իրենց իրավունքն է, ոչ թե իրենց իրավունքն է, այլ թող չտան եւ տեղը լրացվի, այսինքն օրենքը այնպես լինի, որ ենթադրվի, որ ինչքան տվյալ հաստատությունում մարդ կա իրավաբանական կազմակերպությունում, բոլորի տեղը լրացվի, բայց ասենք այնպես լինի, եթե մեկը չի տալի մյուսի տեղը լրացնելով։ Ես կարծում եմ, սա ճիշտ կլինի եւ այն մարդիկ էլ, որ այսօր ինչ-ինչ նկատառումներով, կյանքի դառնացածությամբ չեն կարողանում տալ, վաղը մյուս օրը կհամոզվեն, որ դա ճիշտ է, բայց ասում եմ, Աստված տա, դրա կարիքը չլինի, բայց ամեն դեպքում մեր կյանքը դեպքերի զարգացումը ցույց է տալիս, որ դժբախտաբար դրա կարիքը լինելու է։ Եվ վերջում էլ մի խնդրանք հորդոր ու խոսքս ավարտեմ։ Գիտեք, ուրեմն այս բանը 1000 դրամների հարցը առիթ դարձավ, որպեսզի մի անգամ էլի հասկացող, չհասկացող, պատկերացում ունեցող, չունեցող իրենց անհեթեթությունները ասեն ապրիլյան պատերազմի մասին, որի փեր ապրիլյան պատերազմը ցույց տվեց ինչ խայտարակ վիճակում մենք գտնվում, չգիտեմ, այս ինչ չի եղել, այն ինչ չի եղել, ապրիլյան պատերազմից հետո ուղղակի զառանցանքներ ասվին։ Միթերդ գրել էր զինվորները կասկայով են ուրեմն դիրքերում հողը փորում են դեպքում, երբ որ որևէ զինվոր չկա, որ սապերական լապատկա, ինչպես ասում են, սարքավորական բախ չունենա, էլի շատ բաներ, այսինքն այս 1000 դրամները մենք առիթ չդարձնենք նորից անհեթեթություններ ասելու բանակի հասեին, այն ինչ որ վատնա պետք է ասվի, բոլորը պետք է վերհանվի եւ առաջ երախտապարտ եղողը ես կլնեմ։ Իստում աստեղ նոր լարերի խաղալու վրայի բան չկա, չէ, դա այն, որ ասում են երկրի լավ օրից չէ, то есть մտածում եմ ամեն դեպքում այդ են փողը չէ, էլի որ կուտվի, հիշում եք, նույնիսկ խորհրդային միության, դե լավ, զինվորին բահացածի համար հավաքած փողը ես չեմ բան անում, հավատում որ կուտեն սա, մեկ, երկրորդ, այդ ասենք ջիպերից որ խոսում եք, բեսից հիմա ինչ ասենք պետք է կուլակաթափանեն, նայենք, ով հանցանքա կատարի, ով յուրացումա կատարի, այդ փողը թող հետ բերեն, բայց ժողովրդի մի խոսք ունի, ասում է բռնված չի, գող չի, հիմի կարող դա այդ ձևի է, էլի, հիմա ինչ կա, փորձենք հետ բերել, բայց դա թող փասար չծառայի դրան, հա, եկեք, հա, այդ ձևի եւ երկրորդ մի հատ էս խոս այդ հարցը բան անեմ, բրծնեմ, երկրորդն է մեր մոտ արդեն դպրոցական հոգեբանություն է սկսում, որ ասենք այն երեխեքը, որ ասում են ինչ ես դասից փախի, ասում են մյուսներն էլ են փախել, ես էլ եմ փախել, հիմա ասենք այս մեկը գողա, մենք մեր պարտքը, այս ինչ անքաղաքավարի եմ եղել, մենք մեր պարտքը պարտավորվածությունը, հա, մենք մեր պարտքը պարտավորվածությունը չկատարենք, դա այդպես չի ուզեր հարցադրում մի հատ ուրիշ վտանգավոր միտումել ունի, դա էլ ասեմ ու վերջ, եթե մենք այդ տրամաբանությամբ մտածենք, որ օլիգարխը չգիտեմ չի տալիս ինչ անում, չնայած չգիտեմ, տալիս է թե չէ, նույն տրամաբանությամբ վաղը կմտածենք, կասենք, այ, այս ինչը չի կռվում, մենք էլ չկռվենք ու դա էլ իր հերթին կբերի բանակի կազմալուծման։ Հիմա բան այդ հարցին ասեմ, նախ ուրեմն ձեր հարցադրումը, որ այս որոշում պետք է ընդունվեր այն ժամանակ, երբ որ ժողովրդի վստահությունը վերականգնվի, մենք թուրքերին չենք կարող ասենք, դուք սպասեք մեր ժողովրդի վստահությունը վերականգնվի, էլի։ Ամեն դեպքում չէ, որ մենք օպերատիվ իրավիճակի մեջ ենք։ Դա այդպես, այնպես որ մենք սպասելու ժամանակ չունենք, դժբախտությունը դա է, իսկ ինչ վերաբերում է այդ 50 միլիոն դրամին, այդ ես էլ կարդացի, զարմացած մնացի, ինչքան հասկացա, դա հունվարի 28-ին, որ ամեն տարի բանակի օրվա միջոցառումն է կազմակերպվում, այդ էլ շատ ճիշտ կլինի հասարակական հարցադրումով, ասենք, հարցադրում ուղղվի պաշտպանության նախարարությանը, թե ամեն դեպքում 100,000-ը արդյոք շատ չէ այդ միջոցառման համար, այդ թվերը բացվեն, ցույց տվեն, չնայած ես գալուց առաջ, որ լրատվական կայքերում տեսա այդ փաստաթուղթը կար, բայց չհասցրեցի ուսումնասիրել, անկեղծ ասած ուսումնասիրել մեջ չեմ կողմնորոշի, բայց ինձ էլ զարմանալի թվաց, էլի, որ իրապես այս ֆոնի վրա դա պատշաճ բան չէր եւ ինչ որ ձև պետքա վերանայումներ կատարվի, կամ եթե պայմանագրերը կնքված է, այսուհետև ուրեմն պետքա անձնական օրինակ ծառայեն հենց պաշտոնյաները ղեկավարությունը այդ հարցերում առավելագույնս տեխնիկական միջոցների խնայելով։ Թեման ինչի համար որ մենք հավաքվել ենք ավելի շուտ ինչի համար որ հրավիրել եք ինձ շատ հետաքրքիր է այս թեման։ Այո, այդ 1000 դրամը պիտի տալ։ Երանի չէ, 100 տարի առաջ ամբողջ հայ ժողովրդից 1000-ական դրամ հավաքեին, որպեսզի ժողովուրդը միավորվեր մի շատ կարևոր խնդրի շուրջ
եւ Արեմդյան Հայաստան այսօր Թուրքիայում չէր լինի։ Երանի չէ, այդպես լիներ։ Խնդիրն այն է, որ 1000 դրամը սոսկ 1000 դրամ չէ, շատ ավելին է, քան 1000 դրամը։ Խնդիրը սա է, որովհետև առաջի հերթին այդ դրամահավաքը, այդ օրինակ, այդ ձևով դրամահավաքը միավորում է ազգը։ Պատահական չէ, որ Վիգեն Սարգսյանը շատ ճիշտ ձևակերպում է արել ազգ բանակ հասկացողությունը։ Իդեպ ասեմ, դա կարելի է ծավալել եւ դարձնել ազգ պետություն նաեւ, այո։ Մենք պարտավոր ենք անելու դա։ Մենք պարտավոր ենք բոլորս անխտիր։ Լավ է, որ նվազագույն աշխատավարձ ունեցողներից զերմբահ եմ մնում, այսպես ասած, փող վերցնելը, բայց տարական բան ասեմ։ Երեխեք ջան, բոլորդ էլ ջահել եք, սրճարան եք լստում։ Սրճարանում մի սուրճը արժի 1000 դրամ։ Մեկ սուրճը, մի գավաթ սուրճը, վերջին հաշվով։ Ամիսը մի անգամ մի գավաթ սուրճ պակաս ես խմում, ենթադրենք։ Խնդիրը այստեղ ուրիշ է։ Հասարակական վստահության հարցն է։ Այո, հասարակական վստահության հարցն է։ Ես չեմ կարծում, որ որևէ հայ կգտնվի այսօր, որ ասի թե չէ, ես 1000 դրամ չեմ տա բանակին։ Հա, անկախ նրանից նա նվազագույն աշխատավարձ է ստանում, բարձր եւ այլն։ Այդպիսի հայ չեմ պատկերացնում ես, բայց այդ հայը իր տված 1000 դրամի հետևից ուզում է գնալ։ Ուր գնաց այդ փողը։ Ուր հասավ։ Այն մեխանիզմը, ինչ որ առաջարկում է Վիգենը Սարգսյան, պաշտպանության նախարարը, կարծես թե դա կարող է հետևել, դարձնել հսկելի, դա պիտի բաց լինի մամուլի առաջ երթին, ձեր առաջ, այո, պիտի բաց լինի ամբողջ հասարակության առաջ, և ցանկացած մեկը կարող է նայել ու իմանալ իր տված 1000 դրամը ում է գնացել, ուր է գնացել։ Այս դեպքում չեմ կարծում, որ լինի կրկնում եմ որևէ հայ, որ ասի թե ես իմ 1000 դրամը չեմ տա բանակին։ Բանակը այսօր մեզ համար սրբազան իրավիճակում է հայտնվել։ Երանի չէ, պատերազմներ չլինեին, տղաներն էլ կային եւ այլն, բայց մենք դատապարտված ենք այս խնդիրը լուծել, մենք պիտի լուծենք, մեր փոխարեն ոչ ոք չի անելու դա։ Եվ առաջարկը ես համարում եմ կարևոր առաջարկ, համարում եմ պետական, ազգային, ավելի շուտ, ազգային եւ պետական շատ հետաքրքիր, այսպես ասած, ելք, որ ամեն մարդ պետք է մասնակցի հայոց բանակի զարգացմանը, հայոց զինվորի պահպանությանը, ամեն հայ մարդ պիտի համարի դա իր գործը, և դա ճիշտ է, և դա ճիշտ է, այստեղ կարող է խնդիր լինել, քիչ առաջ լսեցի, հարց եղավ, օլիգարխներ կոչված, այսպես ասած, դասը մեր, իրենց մեքենաները վաճառեն, այո, կարող են վաճառեն իրենց մեքենաները, ինչ է պատահել, դա շատ գեղեցիկ ժեստ կլինի, շատ կլինի, գեղեցիկ ժեստ կլինի։ Ուրիշ խնդիր կա, բարտադրանքի ուրիշ խնդիրներ գոյություն ունեն, մարդիկ, իդեպ ասեմ, Հայաստանում վերջերս շատ հետաքրքիր բաներ են կատարվում, ուզում եմ, որ սա բանանեք, արձանագրեք ձեր մոտ։ Նոր վարչապետի Կարեն Կարապետյանի հայտնվելուց հետո շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում Հայաստանում։ Եվ այն նախագիծը ինչքան ինձ համար տեսանելի է, տեսանելի է ձեր միջոցով, իրեն ելույթների միջոցով, բնականաբար, հասկանալի է։ Դա մեզ դանում է, դուք չեք զգում, թե ինչ է, դա մեզ դանում է խաղաղ նավահանգիստ, այսպես ասեմ, սոցիալական իմաստով, դուք չեք տեսնում, թե ինչ տեղի ունեցավ բոլորովին վերջերս, ժողովրդի մեջ հանգստություն է իջել, խաղաղություն է իջել ժողովրդի մեջ մեր, կարծես թե վստահությունը վերականգնվել է վաղվա օրվա հանդեպ եւ աշխատանքի եւ կառավարության հանդեպ եւ իշխանությունների հանդեպ։ Խնդիրն այն է, որ
ես հոգս վրա մեղք չեմ ուզում վերցնեմ, որովհետև ես դատավոր չեմ, ոչ էլ ոստիկան եմ գիտեմ, բայց բազմաթիվ զրույցներ են գնում, թե ինչքան փողեր են, այսպես ասած, բյուջեից եւ ոչ միայն բյուջեից, թաքցրել եւ այլն։ Թաքցրել նշանակում է գողանալ։ Պատկերացնում եք ինչ է նշանակում։ Չի ուզում գող բառը անվանել, բայց թաքցրել նշանակում է գողանալ բարձրապես։ Ուղղակի քնքուշ բառ է, էլի, թաքցնել։ Հա։ Հիմա վերջին հաշվով կարող է հանրապետության վարչապետը հրավիրի այդ համապատասխան մարդկանց, ովքեր թաքցրել են, քանի տարի է թաքցրել, ասի այդ փողերը բեր մուտի բյուջե։ Եվ գնա հանգիստ քեզ համար աշխատի։ Եթե ոչ դատի գնա։